Արի մեքենայի միալար շխշխկոցի ձայնը լսելով քայլեր սուղեցինք դեպի Կոշկակար Հովնան Մզիկյանի համեստ, բայց բոլորին հայտնի արհեստանոց։ Նա ինչպես միշտ իր աշխատանքային առօրյայի մեջ էր։ Պապենական արհեստը նրա ընտանիքի հոգսը թեթևացնելու կարևոր գործն է, որը անում է սիրով ու հաճախորդներին ընդունում ու ճանապարհում ժպիտը դեմքին։ Աշխատել է պապս թեզա է կարել։ Պապս էդև հերս է սորվել, հերս սորվել է ռեմոնտին գործը։ Էդև անցել է մեզի։ Այստեղ ես կենեմ, ախցխայի աղբերս կաշխատի, նույն գործը, սապոժնիկության։ Լավ է, փառք Աստծո, գործ կա, հաջախորդ ունենք։ Həmi, գիտեք ինչ, həmi օրեցոր ապրանքը թանկ է։ Həmi սենք ժողովրդին ձեռն է կաշես, որ այդքան գումար չի խաղա, սենք չիդես թե իշ գինս ես, որ սենք ժողովրդի համ ինձի ձեռք տա, համ ժողովրդին ձեռք տա։ Հարմարվինք է, թիլվիզու, Թուրքիայու, այաս վեր ուրդիս կպադայի, զակաս կուդանք, կեստանա։ Գետնիլը հեշտ է, սենք հիմի իդման բան չագար հեշտ չելնենա, հիմի սաղ առաջ մետածեր, հիմի սաղ ինտերնետի գործ։ Որակ կա, բայց թանկ է, որակով ապրանքը միշտ է թանկ է, բայց ժողովուրդը վերնոր կենյա վեջար էդ որակին համար լավը գելնի, վերնոր սենք չի կենյա գելնենա միջինն է։ Ամեն գործիկ իրեն ներպությունն ունի, ամեն գործիկ իրեն ես մաշինան կարիերը կանդվազնի երեկեն է, սենք գործիկը ես գործի մեջ պետք է։ Ես գործիկը 50 տարեկան մաշինա է, այսի տար մաշինան։ Երկրաշարժեն ամիս մարաչ է բերած, երկրաշարժի ժամանակ է բերած ես մաշինան։ Եվ այդ մարդն էլ իշկան է օգտագործը, էդիգել չեմ գայնի ասե։ Բոլոր ապրանքների թանկացման հետ բարձրացել են նաև վարպետ Հովնանի վերանորոգման նյութերի գները, սակայն վարպետը համեստորեն նշեց, որ հարմարվում է, որ բոլորին լավ լինի։ Հաշեցեք, 31 գեղ է, həmi մենք 31 գեղով սենք մեր սապոժնիկ բիեսի մենաց է և ժամագործ բիլա չունինք, մենք həmi 31 գեղով մեզ ժամագործմ չեգա, ես ջայլության կոշ կենեի, որ սենք սորվեին ժամագործի գործ, բանային աշխատեին, ես որ ժամացուս կպեչանակ, կարնենք տանիքը կաղակնեն, որ սենք սարկել տանք, որ կաբենք, ժամացուսն է, թանգոց խոեժն որ չես արնի, կարնես ամենալավ որագը։ Արեստին հիմի էդքան ուշադարություն չեն դարձնե։ Եթե որ գործը շատ եղավ, ինչի չեմ ենթունել, կենթունիմ, սորվեսնիմ, բայց չեգան, չեն որվետև Հերգար նեստիլ է պետք ես գործին համար։ Չեգան ծանգություն հայտնող ոչ մեկ չի եղել։ Ես գործը մարդ գիտեմ որ գիտե ես գործենել եւ ես կսե զազվիմ ես գործեն, որովհետեւ կսե աղդոտ գործը։ Ամեն մարդու էսիկ բան քարը չէ։ Արհեստ սովորիր, իման գիմբալիկ, արհեստն է մարդու ոսկե բիլազիկ, կամ օրվա կեսը եթե սոված լինես, երկրորդ կեսին փող կունենաս։ Այս թևավոր խոսքերը կան, բայց արհեստի սիրահարներ այլևս չկան մեր օրերում։ Բոլորը ձգտում են բարձրագույն կրթության, հաշվի չառնելով այն, որ կան արհեստի ճյուղեր, որոնք տարեց տարի մահանում են։